Ես Արայիկ Հարությունյանին ասացի, պարոն Հարությունյան, մի լսեք ոչ մեկին, Ադրբեջանի հետ գնացեք բանակցությունների։ Այդպես ասացիք։ Եթե չեմ ասել, ամոթ ինձի։ Երրորդ անգամներն եմ ասել եմ գնացեք բանակցությունների, մի քաշվեք։ Դուք այս ժողովրդի կողմից պիտի չանիծվեք։ Ես գտնում եմ, որ միակ ճանապարհը փոխանցման մթնոլորտում այդ խնդիրը լուծելն է, վերաբնակեցումն է։ Գիտեք, դուք Արցախի դարդ ու ցավով ապրած մարդ եք, այսօր Արցախի հարցով ինչ կգադարվի, հաջող կլսեմ եվրոպական դարբեր եւ նկատեցի Ադրբեջանի կողմի այսպես Ալիևի Պերնով այսպես չղայնություն մգաբված Եվրոխորհրդարանին հայ քերիներու թեմայով, հայ բանդարգյալներու ազատարձակման թեմայով Ինչը գարձեք այդտեղ լուրջ աշխատանքներ կգադարվին թե ինչ որ բան դակավին անհստակ է եւ Արցախյան թեման ինչ պիտի լա ինչ եթե օրագարկը ձևավորվի Արցախի հարցով կասկնա մեր իշխանությունները զգուշավոր են եւ բնական է որովհետեւ բանակցություններու մեջ են եւ հազար տեսակ ջնշումներ կան հաշվարկներ կան բայց ձեր կարծիքով ինչ հունով Արցախի թեման առաջ պիտի դարվի Որտեւ շատ ցավոտ թեմա է եւ ինչ է ծեր տեղ ու տարմանը։ Տեսեք, ես ասեմ հիմա։ Ես ձեզ քիչ առաջ ասացի, որ 4 գումարտակ լիներ, մենք այսպես կարող ենք անել։ Պատերազմից անմիջապես հետո ես մեկնել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Ընդունվել եմ 20-ի պատերազմ 44 թվականի փետրվարին, այո, որից հետո մինչև 22 թվականի դեկտեմբերը առնվազն 30 անգամ եղել եմ Արցախում։ Նույնիսկ իմ հետ եղել է մի անգամ նաև բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը։ Մանկարժական Արցախի պետական համալսարանում մենք մաստեր կլաս տվեցինք դասախոսություններ։ Մեր տանը Ճարտարի իմ հայրական տանն ենք մնում։ Շուշաբանդուներ։ Այո, Շուշաբանդել ուներ, ամեն ինչ էլ ուներ։ Եվ Սարգիս ջան, տեսեք, ես Արայիկ Հարությունյանին ասացի, պարոն Հարությունյան ինքը իհարկե վատ զգաց, որ պարոն ասացի, որտեղ ինքը եղել է տնտեսագիտական համալսարանում իմ ուսանողը։ Ասացի պարոն Հարությունյան, մի լսեք ոչ մեկին, Ադրբեջանի հետ գնացեք բանակցությունների։ Այդպես ասացիք։ Եթե չեմ ասել, ամոթ ինձի։ Իհարկե Դավիթ Գասպարյանը դուրս եկավ, հետո մենք 20 րոպե զրուցեցինք։ Երրորդ անգամներն եմ ասել եմ գնացեք բանակցությունների, մի քաշվեք։ Դուք այս ժողովրդի կողմից պիտի չանիծվեք։ Այո, Հայաստանի կողմից ներդրումներ, այդ ամեն ինչը տեսել ենք, այդ ամեն ինչը կա։ Անկամ 23 թվականին, երբ որ ես իրեն հորդորել եմ հրաժարական չտա, նույնն է նաև Արտուր Թոմասյանին, իրենք ինձ այլ բաներ մեջտեղ բերեցին։ Նույնը նաև Ռուբեն Մուրադյանին, Ռուբեն Վարդանյանին եմ խնդրել, Ռուբեն, այդ փտածողեղների հետ գործ չունես, գնացեք բանակցությունների, ստացվելու է, գնացեք, այո, անգամ եթե չկա Ադրբեջանի Սահմանադրության վարչատարածքային ազգային միավոր, ազգային փոքրամաս, մեր ժողովուրդը այնտեղ կապրի, կընդունի քաղաքացիություն, կմնա։ Չի հայաթափվի Արցախը։ Չի հայաթափվի։ Սարգիս, այդ բոլոր բաները կա, ես ձեզ խոստանում եմ մի օր, եթե Աստված կկամենա, այդ մարդկանց հետ, եթե մենք երևի պատիվ կունենանք եւ ես իրենց հարցեր կտամ, իրենք կասեն, որ ես ճիշտ եմ։ Բայց հիմա ես ուրիշ բան եմ հասկանում եմ, ծեր աչքերի 1.5 միլիարդ տեսեք, ես ամեն ինչս կորցրել եմ, Արցախ իմ համար ամեն ինչ է եղել։ Ես այսօր եմ Արցախի մեր բռնի տեղահանվածների հետ կապված, դուք գիտեք, ես կառավարական մի հանձնաժողով կա բռնի տեղահանվածների, որի մեջ ես եմ աշխատված։ Այո։ Բայց այսօր ինչ բան Սաֆարյան ջան։ Ես գտնում եմ, որ այդ հարցը օրերից մի օր անպայման բարձրացվելու է։ Այո, Հայաստանի Հանրապետությունը շատ ճիշտ է անում, զգուշավոր քաղաքականություն է տանում, այլ տարբերակ չկա։ Եվ մենք պետք չէ փզենք։ Հիմա երբ որ ասում են 300,000 այդ նարատիվը մեջտեղ բերես այդ կեղծ շանտաժը, Նիկոլ Փաշինյանը ինձնից ու քեզնից լավ գիտի, որ Ադրբեջանում բնակվել են ավելի քան 700,000 հայեր։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանի համբերությունն էլ է անսպառ, գիտելիքներն էլ անսպառ։ Տեսեք, ես մի բան պիտի ասեմ, վերջերս միտեղ էինք մեր համալսարանի դոկտոր պրոֆեսորներով բանով եւ այլ, աստղեք, ինձ մենակ ճիշտ ասեք էլի։ Նիկոլը ոնց է սովորել, մեր վարչապետը ոնց է սովորել։ Ասին գերազանց։ Մենք համարյա տենց ուսանող չենք ունեցել։
Գնացել եմ Իջևան, իր ծնողների մասին եմ հարցրել, հրաշալի բան եւ այլն, եւ այդքան վարքաբեկումները բանը։ Հիմա ես ձեզ ասեմ, Արցախի հետ կապված Նիկոլ Փաշինյանը կյանքում չէ բառ չի ասել։ Մատակարարումների, ֆինանսների եւ այլն։ Ես գտնում եմ, որ միակ ճանապարհը փոխանցման մթնոլորտում այդ խնդիրը լուծելն է, վերաբնակեցումն է։ Եվ ես ձեզ ասեմ, համոզված կերպով ասում եմ, երրորդ ուժի բացակայության պայմաններում ոչ թե ասում են Ռուսաստանը պատրաստ է երաշխավոր դառնալու։ Ռուսաստանը 2000 կոնտինգենտ է ունեցել, զորաբանակ է ունեցել, ստաֆ է ունեցել, ճիշտ է թե չէ։ Ռուսական սապոկը այնտեղ էր։ Ռուսական սապոկը դավաճանեց հերթական անգամ։ Այդ նամակ ռուսաց թագավորին տրամաբանությունը դա կորցանարար է, դա մի զարուրելի զորիբալյանին գնարկեք։ Գիտեք, մի հանճարեղ միտք կա, որը պատկանում է մեր ամենամեծ լեզվաբան Հրաչյա Աճարյանին։ Երբ որ 50-ական թվականներին, այո, երբ որ 50-ական թվականներին նրան պիտի համասարանի գիտխորհուրդը դատապարտեր, ուրեմն որ ուղարկեն Սիբիր, սոցիալիստ չէ, դա արդեն իր տաժանքը անցկացնելուց հետո էր KGB-ի պատվալներում, նկողներում Խաչիկ Բադալյան կար ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ, վեր կացավ եւ ուզում էր քննադատեր, լուտանքներ թափեր, ասեց պապս բատրակ է եղել, հայրս բատրակ է եղել, ես էլ եմ բատրակ։ Եվ Աճարյանը գիտեք ինչ է ասել, այս ինչ անպատկար ցեղ է, այս ինչ անպատկար գերդաստանը 3 սերունդ եւ ոչ մի առաջընթաց, ոչ մի պրոգրես։ Հիմա նույնն էլ մեր այդ նամակ ռուսաց թագավորին հոգեբանությամբ, այդ ճիղճիմ, այդ հայատյաց հոգեբանությամբ, ռուսաց տրկահաճո հոգեբանությամբ դարձյալ այստեղ էլ կան մարդիկ։ Չէ, վերջերս մի տխրահարճակ գեներալ Վիտալի Բալասանյանը ասեց, չէ, պիտի Ռուսաստան, Բելարուս եւ այլ մեր փրկությունը խնդիր չունեն։ Գիտեք ինչ համար, երբ որ նրանք բլոկադայի եւ այդ հանգրլեյնը որ կար, չէ, այդ կածանը հացի, այդ սովի կածանը, նրանք իրենց նկողներում պահում էին հարյուրավոր շշերով թանկարժեք օղիներ, տոննաներով ցորեն, շաքար, սիգարետ, մեր ուղարկած, մեր երեխեքի բերնիշկը։ Բաշար Ասադի օրինակով։ Սարգիս, տեսեք, տեղը չասեմ էլի։ Դուք չեք պատկերացնի, որ Արցախին ամենացորդ նվիրման առումով ոչ միայն Արցախին, նաև մեր հայկական տարածքներին ես չեմ պատկերացնում, որ ես կարող եմ մրցակից ունենամ։ Իմ ընտանիքի գումարներով, իմ հայրենասիրությամբ, իմ օր ու գիշերվա անդուլ աշխատանքով, անգամ իմ թեկուզ, ասենք ճիշտ է, տնից գումար ենք տվել բան, անգամ այդ պահին թեկուզ 1 միլիոն տվել եմ, պետք է եղել վերջին 3000 դրամը գրպանից անել էլի տվել եմ։ Ուղղակի դուք չեք պատկերացնում, որ ես չեմ կարող մարդ գտնել, որ կարող է կողքս կանգնի, ասի ես քեզնից շատ եմ արել։ Օրինակ է, չնայած դա երբեք պետք չի շահարկել, դրա կարիքը չկա։ Ուրեմն դուք ելքը կդեսնեք, բայց ժամանակի գարուն։ Միայն այլ տարբերակ դնել չի կարող։ Ես այսօր էլ համոզված եմ, տեսեք, ասենք վարչապետ Փաշինյանը ամեն օրյա իր ուրեմն քայլերի մեջ, որը կլինի ստվերային, որը կլինի հրապարակային, որը կլինի անթակույց, ռազմաքաղաքական գերեվարված անձերի հետ կապված լուրջ գործողություններ է անում։ Նույնիսկ ես մի բան պիտի ասեմ, որ պատրաստ են եղել նաև տարբեր քայլերի ռանսոմային, գիտեք, փրկագին վճարելով եւ այլ շատ բաներ ես չեմ ուզում ասեմ, բայց դա պետք չի դարձնել հանրության սեփականություն։ Գիտեք, մեծ խոսում էին, բա Ռամիլ Սաֆարովը ինչու արտահանձնվեց Հունգարիայից Ադրբեջան։ Բա ինչու քո ռազմավարական գործընկերը 5 միլիարդ դոլարի պայմանագիր ստորագրեց, քանի անգամ եք նոտա տվել Ռուսաստանին։ Սխալ եմ ասում, ասեք։ Սխալ եմ ասում։ Այդ նույն հարցերը ես բարձրացել եմ Վարդանին, արտգործնախարար Օսկանյանին, Էդվարդին, որին փոխանցեց, Զորաբին, շատ-շատերին ես ասել եմ, ինչու չեք նոտա բարձրացնում։ Վարդանին ասել եմ, մի ռեստորան կար է, հիշեք,
Թումանյանի վրա իտալական ռեստորան ներքևը Ստամբուլը հայեր էին աշխատացնում Վարդանը միշտ երեկոները գալիս էր այնտեղ դե մենք ուսանողներից իրար ճանաչում ենք ասում բայց Ագուլիսի Ցղնայի Ջուղայի Երեզմանակարերի մեր հուշարձանների 3000 Բալա մի 1000 ռուբլի չկա Ռոյտեր կլինի CNN կլինի չգիտեմ այդ թեման բարձրացան Քաստբոարդներով էլի ասի sense բան դե ասես փող չկա բա ասում եմ տնաշին ներկայացական ծախսերի համար փող կա էդի չկա հիմա Արցախ գորալով եկել են հադրութը չի պաշտպանվել չի կարվել մեկը կա որին ճանաչում են Հայրան Լևան այդ մակի ռեպրեզենտատիվը որ կա այդ որտեղ է գտնում այդ հրապարակից ներքև չէ նույնը նաև այդ բանի Եվրամիության ռեպրեզենտ նայ մեկ այնտեղ բան դուք հենց պատերազմ սկսել եք երրորդ օրը ծալկել եք ճոպրել եք ծլկել եք դե գիտեք շատ բաներ կարող եմ ասել դուք ինքներդ լավ գիտեք իմ իրազեկվածության բանը եւ նաեւ իմանցած ճանապարհը չէ ապրել եք այդ բոլորը ես ասում եմ կլոր սեղան ցանկացած ձևաչափ է նույնիսկ երեք նախագահների հետ եմ պատրաստ կլոր սեղան այո հարիտոմը ասեցիք